Ձեր կարծիքով Հայաստանում երեխաների իրավունքները պաշտպանված են։ Համարյա գոհ եմ ամեն ինչից, որտեղ երեխեքը լավ մանկություն են ստեղ ապրում, հետագայում ինչ կլինի, այդ է մտածելու տեղիք է տալի։ Չգիտեմ անկեղծ։ Չէ։ Ինձ թվում է այո, հենց միայն Հայաստանում։ Երեխաների չեմ կարող ասում, կիսով չափ երևի։ Այո, Ինչու՞ չէ։ դա այսօրվա դրությամբ, այս պահի դրությամբ ես տեսնում եմ, որ ամեն ինչ լավ է, թե երեխաների մոտ, թե երկրի վիճակը լավ է, փառքաստու գոհ եմ։ Ամեն դեպքում դեռ վատ բան չեմ տեսել, եթե պաշտպանություն այո, արվում է, թե ոստիկանության կողմից, թե պետության կողմից, ամեն դեպքում ինչ տեսնում եմ ասում։ Ձեր կարծիքով Հայաստանում երեխաների իրավունքները պաշտպանված են։ Երևի, հա, մասամբ։ Դե Աստված չանի փորձանքը որ գալիս է, միշտ էլ գալիս է էլի։ Բայց մեծ մասը նամանավանդ հայ մամաները, պապաները իրանց երեխեքից այնքով չեն գնում։ Հայ մենթալիտետը ուրիշ է, բայց որ փորձանքը գալիս է։ Не знаю։ Այո, Ինչ եք կարծում։ Դե որտեղ ուրիշ վատ բաներ չեմ լսում, չգիտեմ, դրանից է երևի։ Նայած որ սոցիալական գոտիներում չեմ կարող ասել բոլոր տեղը պաշտպանված են թե ոչ, ինձ թվում է մի քիչ ավելի սոցիալապես եւ ինտելեկտով մարդկանց մոտ պաշտպանված են, մնացածի մոտ չեմ կարող ասել։ Այսօրվա դրությամբ չի ասի այդքան, որովհետև շատ հարցեր կան, շատ խնդիրներ կան։ Դե երեխաների տոնն է այսօր, ինչպես գիտեմ, շնորհավորում եմ առաջ երթին, թող խաղաղ երկնքում ապրեն, թող խաղաղություն լինի, երեխաներին կարևոր է։ Մենք մեր կյանքը շատ լավ ենք ապրել, մեր սերունդը, թող այս սերունդն էլ շատ լավ ապրի, ոնց որ մենք ենք ապրել, բայց այսօր այնքան դժվարությունների առաջ են կանգնած։ Դա Աստված, որ այս ամեն ինչը փոխվի դեպի լավի։ Իհարկե մենք ինքներս պետք է փոխենք եւ ընտրության գնանք եւ փոխենք այս կառավարությանը ու վերջ միանշանակ այդ ժամանակ մեր երեխաները խաղաղ երկնքի տակ կապրեն ուրախ երջանիկ ձեզ հետ միասին բալաջան